Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է Վրաստանում Ուկրաինայի նոր դեսպան նշանակելու մասին հրամանագիրը։ Հրամանագիրը, որը հրապարակվել է հունվարի 26-ին, հրապարակված է Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայք էջում։ Փաստաթղթի համաձայն Վրաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Միխայլո Բրոդովիչը։ Վրացական երազանքը պատրաստ է խորհրդակցությունների և բանավեճերի բոլոր շահագրգիռ կողմերի հետ։ Իշխող թիմում բացատրում են, որ քննարկումների առաջին ձևաչափը պետք է ձևավորվի և անցկացվի մոտ 2 շաբաթից։ Միևնույն ժամանակ խորհրդարանական մեծամասնությունը մեղադրում է ընդդիմությանը բևեռացման և ատելության խոսքի հրահրելու մեջ։ Ինչ վերաբերում է ընդդիմությանը, նրանք հերքում են մեղադրանքները, նրանցից ոմանք հայտնում են քննարկումների համար պատրաստակամություն, իսկ մյուս մասը բանավեճերի համար ներկայացնում են վերջնագրեր, այդ թվում բանտարկյալների ազատ արձակելը։ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ շատ լավ հեռախոսազրույց է ունեցել Մինեապոլիսի քաղաքապետ Ջեյքոբ Ֆրեյի հետ, ժողովրդավարի հետ, որը քննադատաբար էր տրամադրված քաղաքում ներգաղթի վերահսկողության խստացման նկատմամբ։ Հենց նոր շատ լավ հեռախոսազրույց ունեցա Մինեապոլիսի քաղաքապետ Ջեյքոբ Ֆրեյի հետ։ Մեծ առաջընթաց է արձանագրվել, գրում է Դոնալդ Թրամփը սոցիալական ցանցում։ Միաժամանակ ԱՄՆ-ի նախագահը նշել է, որ քննարկումը շարունակելու համար Սպիտակ տան սահմանային հարցերի համակարգողը կհանդիպի Ջեյքոբ Ֆրեյի հետ։ Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Մինեապոլիսում դաշնային գործակալի կողմից Ալեքս Պրետի սպանությունից հետո զանգահարել է Մինեսոտայի նահանգապետ Թիմ Ուոլցը և առաջարկել համագործակցություն։ Սպիտակ տանը հայտարարում են, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը չի ցանկանում մարդկանց սպանությունները ԱՄՆ-ի փողոցներում։ Այս ողբերգությունը Մինեսոտայում տեղի է ունեցել ժողովրդավար առաջնորդների կողմից շաբաթների ընթացքում կանխամտածված և թշնամական դիմադրության արդյունքում, հայտարարել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Քերոլայն Լևիթը։ Լևիթի խոսքով ներգաղթի մասին օրենքների կիրառումը կմնա վարչակազմի գլխավոր առաջնահերթություններից մեկը։ Նախագահ Թրամփը Կոնգրեսին կոչ է անում անհապաղ ընդունել օրենք, որը կարգելի այնպիսի քաղաքների գոյությունը, որտեղ ապաստան են տրամադրում անօրինական ներգաղթյալներին, հայտարարել է Լևիթը։ Զուգահեռաբար Քերոլայն Լևիթը նշել է, որ Դոնալդ Թրամփը զրուցել է Մինեսոտայի նահանգապետ Թիմ Ուոլցի հետ և կոչ է արել համագործակցել հասարակական անվտանգության վերականգնման համար։ Ամերիկացիները չունեն սահմանադրական իրավունք խոչընդոտելու ներգաղթի մասին օրենքների կիրառման օրինական գործողություններին, հայտարարել է Սպիտակ տան մամուլի խոսնակը։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը հայտարարում է, որ Դոնալդ Թրամփը չի նահանջում Ուկրաինայում խաղաղության գործընթացի հետ կապված և ակտիվորեն ներգրավված է բանակցություններում։ Նախագահը խաղաղության գործընթացի հարցում չի նահանջում։ Նրա հետ հենց նոր հանդիպել է նախագահ Զելենսկին։ Երբ Դավոսում Շվեյցարիայում էինք, հայտարարել է Լևիթը։ Սպիտակ տան մամուլի խոսնակի խոսքով, այս փուլում տեղեկություն չունի Ռուսաստանի կամ Ուկրաինայի առաջնորդների հետ նախատեսվող հեռախոսազրույցերի մասին։ Սակայն Լևիթը նշել է, որ ԱՄՆ-ի նախագահը ներգրավված է գործընթացում։ Նախագահը կրկին ներգրավված է ակտիվորեն և իհարկե այս բանակցությունների մասին նրան տեղեկացնում են նրա խորհրդականները, մասնավորապես Ջարեդ Քուշները և հատուկ ներկայացուցիչ Ուիտքոֆը։ Նրանք անցյալ շաբաթ կիրակի օրերին ունեցել են բազմակողմ հանդիպում, որը պատշաճորեն չի լուսաբանվել, սակայն այն պատմական բնույթ է կրել, որտեղ նախագահի թիմը այս պատերազմի երկու կողմերին հասցրել է նույն սեղանի մոտ, որպեսզի գործընթացը ավելի մոտեցվի խաղաղությանը, նշել է Սպիտակ տան մամուլի խոսնակը։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարում է, որ Ուկրաինայի պատվիրակությունը ԱՄՆ-ի և Ռուսաստանի ներկայացուցիչների հետ անցկացված եռակողմ հանդիպումից հետո ներկայացրել է ամբողջական հաշվետվություն։ Այսօր մեր պատվիրակությունը ներկայացրել է ամբողջական հաշվետվություն։ Երկար դադարից հետո կրկին կայացել է հանդիպում ամերիկացիների և ռուսների հետ։ Այսօր մեր պատվիրակությունը ներկայացրել է ամբողջական զեկույց։ Երկարատև ընդմիջումից հետո մենք կրկին կհանդիպենք ամերիկացիների և ռուսների հետ։ Մեզ հաջողվեց քննարկել ավելի ռազմական բնույթի տարբեր հարցեր, պատերազմը դադարեցնելու քայլեր, իրական վերահսկողության և մոնիթորինգի հարցեր, հայտարարել է Զելենսկին իր ամենօրյա տեսաուղերձում։ Ինչպես նաև պարզաբանել, թիմերը պետք է կրկին հանդիպեն կիրակի օրը, սակայն Ուկրաինայի նախագահի խոսքով լավ կլինի, եթե այդ բանակցությունները տեղի ունենան ավելի վաղ։ Ուկրաինան առավելագույնս պատրաստ կլինի այն բոլոր հարցերի համար, որոնց քննարկումն ու համաձայնեցումն անհրաժեշտ է։ Ուկրաինան միշտ կանգնել է և կշարունակի կանգնել խաղաղության կողմի
կողմում։ Այս պատերազմի շարունակման համար պատասխանատու միակ կողմը Ռուսաստանն է, նշել է Զելենսկին։ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարում է, որ կկանչի Ուկրաինայի դեսպանին, քանի որ Օրբանի խոսքով Կիևը փորձում է միջամտել առաջիկա խորհրդարանական ընտրություններին։ Տեղեկացնենք, որ Հունգարիայում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան ապրիլի 12-ին։